Համաֆինանսավորել 52 համայնքների 169 սուբվենցիոն ծրագիր։ Կառավարության դեկտեմբերի 18-ի նիստին աննախադեպ մեծ ծավալի սուբվենցիոն ծրագրերի կատարմանն ուղղված 12 միլիարդ 450 միլիոն դրամ համաֆինանսավորելու նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Մեր միջին ցանկից շուրջ 6 անգամ ավելի ծավալով հատկացում ենք անելու, հստակեցրեց Խուդաթյանը։ Ուզում ենք բոլոր շինարարների հետ տարեվերջին մեր կատարողականի հաշիվները փակած լինենք, եթե այդպես ասեմ, նաև կուզեմ արձանագրել, որ մենք ընդհանուր առմամբ 33 միլիարդ 635 միլիոն դրամի համաֆինանսավորած կլինենք 2025 թվականի ընթացքում պետական բյուջեից, որը մեր տարեսկզբի բյուջետավորածի համեմատ ավելի քան 200%-ով եւ ընդհանուր առմամբ նախորդ տարվա կատարողականից ավելի քան 2 միլիարդ դրամով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 1 ժամ թվարկեց կատարված և կատարվելիք աշխատանքները ըստ համայնքների և հասցեների։ Դրանք են խմելու ջրագծերի, ցանցերի, շենքերի տանիքների հիմնանորոգում, մանկապարտեզների վերակառուցում, ասֆալտապատում, լուսավորության համակարգի անցկացում և բազում այլ ծրագրեր։ Աներևակայելի թվեր են, որ ներդրվում է, հետո էլ ասում ենք մեր տնտեսության զարգացումը բա որտեղից է, ստեղից։ Ում պետք է շնորհակալություն հայտնենք առաջին հերթին Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող եւ մոռանում եմ միշտ հիմա մի բան ենք ավելացրել ՀԴՄ կտրող տրամադրող եւ ՀԴՄ պահանջել չմոռացող քաղաքացիներին պետք է շնորհակալություն հայտնենք, մանավանդ որ մոռացողների թիվը ոնց որ թե հենց ահագին շատ է։ Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել 6 միլիոն դոլարին համարժեք 2 միլիարդ 319 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք։ Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 7 անվանում անշարժ գույքեր, որոնց ընդհանուր հողամասի մակերեսը կազմում է 18.6 հեկտար, իսկ ընդհանուր շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 650 միլիոն 862 հազար դրամ, ամրացնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հետագա տնօրինում իրականացնելու նպատակով նշված գույքերը Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել գլխավոր դատախազության հայցերի հիման վրա հակակոռուպցիոն դատարանի կայացրած դատական ակտերով, գույքերի նկատմամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը եւ ըստ անհրաժեշտության կիրականացվեն դրանց մակերեսների անհամապատասխանությունների ուղղման աշխատանքներ, գույքերից երկուսը գտնվում են Կոտայքի մարզում, երկուսը Երևան քաղաքում, մեկը Լոռու մարզում, մեկը Տավուշի մարզում եւ մեկը Արմավիրի մարզում։ Գլխավոր դատախազը ընդգծեց, բոլոր գույքերը Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել դատախազության պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցերի բավարարման արդյունքում։ Եթե ամփոփենք մեր պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում այս պահի դրությամբ մոտավորապես 66 միլիարդ դրամ արժողությամբ գույք եւ դրամական միջոց է վերականգնված Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին եւ այս պահի դրությամբ վերականգնված միջոցների միասնական հաշվին 21 միլիարդ դրամ ունենք մոտավորապես։ Կառավարության պահուստային ֆոնդից 329 միլիոն 855 հազար դրամ կհատկացվի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում UEFA-ի չափանիշներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերման նպատակով։ Այնտեղ հնարավոր կլինի տեղավորել մոտ 12 հազար մարդ։ Մանրամասնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Խոսում ենք 20 սեփականատերերի պատկանող հողամասերի ձեռքբերման մասին, որը պետք է ծառայի ստադիոնի համար, ընդ որում նշեմ, որ քաղաքաշինության կոմիտեի գործընկերները ֆուտբոլի ֆեդերացիան նախապես բնականաբար եղել են այս տարածքում եւ մենք վստահ ենք, որ տարածքը հարմար է եւ կարող է ծառայել այս նպատակով եւ այժմ նախընթաց իրականացված գործընթացի արդյունքում ունենք 20 սեփականատերերի համաձայնությունները, գրավոր համաձայնությունները իրենց պատկանող հողամասերը վաճառելու եւ այս նախագծով առաջարկում ենք կապիտալ սուբվենցիա հատկացնել Իջևանի համայնքապետարանին, որպեսզի վերջինիս կողմից իրականացվի հողամասերի ձեռքբերումը, նպատակային նշանակությունների փոփոխությունը եւ այնուհետեւ հողամասերը նվիրաբերվեն Հայաստանի Հանրապետությանը ստադիոնի կառուցման նպատակով։
Նիստի վերջում քննարկվեց չզեկուցվող հարցերից մեկը, ըստ որի պահուստային ֆոնդից 175 միլիոն 360 հազար դրամ է հատկացվում, որպեսզի Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքը, որը եկեղեցու 1188 թվականին պատրաստված եւ քանդակված փայտյա դռան փեղկ է, ձեռք բերվի եւ Հայաստան տեղափոխվի։ Եզակի նմուշը նախատեսվում է ցուցադրել Պատմության թանգարանում։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։